Պարոն Լավրով, դուք եկել եք մի երկիր, որի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծականակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքի 60%-ը եղել են Ռուսաստանից եւ Բելարուսից մատակարարվածները։ Բացի այդ, Ռուսաստանը չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է։ Չեք կարծում, որ այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է փորձի մերձենալ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ ԵՄ այլ երկրների հետ ու անդամակցության գործընթաց սկսի։ Չնայած դուք ձեր ասուլիսի ժամանակ, եթե չեմ սխալվում, հունվարի 14-ին հայտարարել եք, որ ԵՄ-ին միանալու գործընթացը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ռուսական պետական լրատվամիջոցներ սպառնալիքներ են հնչեցնում եւ անգամ զուգահեռներ տանելով, այսպես ասած, Հայաստանի ուկրաինացման հետ կապված, սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Կիևի դեպքում, թե այնուհանդերձ կհարգեք Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Знаете, мне как-то даже неловко отвечать на ваш вопрос. Անհարմար է ձեր հարցին պատասխանել, ձեզ իմ պատասխանը պետք չէ։ Նախևառաջ ես չհիշեցի այն ամենը, ինչ դուք երկար ասացիք, բայց ձեր դիրքորոշումը հասկանալի է, պարզ է, բայց ես կփորձեմ ամեն դեպքում արձագանքել։ Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը օգտագործում էր ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանն էլ գրեթե բոլոր տարիներին անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում նաև ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել։ Իմիջայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար անվիճարկելի 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ շինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար, շինարարության համար եւ դրանք ցույց են տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկն արված։ Որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին, ուստի այո, Աֆրիկայում էլ է, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ, շատ երկրներում կա մեր զենքը եւ դա չի նշանակում, թե այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ձեր նշանակած դրվագները վճարում մատակարարումների հետ կապված եւ չկայացած մատակարարումների հետ կապված։ Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, մենք կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները հաշվանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա, նոր մատակարարումների առումով մենք այո հիմա ունենք իրավիճակ, որում մենք ստիպված ենք, ինչպես եւ պատմության մեջ բազմիցս կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը հերթական անգամ նացիստական կարգախոսների ներքո Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ։ Գործնականում բոլոր եվրոպական երկրները եւ զենք, ինչպես հասկանում եք այս իրավիճակում, որը հասնում է Ուկրաինա, շատ է, ժամանակակից զենք է եւ այդ զենքը մեր պատասխանն է պահանջում եւ մեր հայ բարեկամները համոզված են մեզ հասկանում են, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել, բայց անգամ այդ իրավիճակում բոլոր հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են եւ մենք այդ պրակտիկան կշարունակենք։ Ինչ վերաբերում է այլ երկրներում զենքի գնումներին, որևէ խնդիր չկա։ Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք
ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա լրացուցիչ մատակարարների համար, խնդրեմ, եթե որևէ այլ երկրի, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու, բայց իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի նման երկրից ռազմական մատակարարների վրա, որը գլխավորում է, այդ երկրը գլխավորում է թշնամական ճամբարը եւ անձամբ նախագահ Մակրոնը եւ իր բոլոր նախարարները պարզապես ատելություն են շնչում Ռուսաստանի նկատմամբ եւ համարում են որ այն միակ խնդիրն է Ուկրաինայի հակամարտության չլուծման համար, բայց իրենք լուծում ասելով հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների առնվազն 1 ամսով կամ ավելի երկար ժամկետով, որովհետեւ մենք կարողանանք հանգիստ միջավայրում լրազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա իր պաշտպանական դիրքերը ուժեղացնել։ Ընդ որում այդ կոչերը առանց պայմանների հրադադարի մասին հնչեցվում են մի քանի տարի լրիվ այլ դիրքորոշում ունենալուց հետո, որը ձևակերպում էին Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ի անդամները, իսկ իրենք ասում էին երկար տարիներ ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չստանա Ռուսաստանից ավելի ուժեղ դիրքեր եւ ընդհանրապես չեն լինի բանակցություններ, ասում են, քանի դեռ Ռուսաստանը ռազմավարական պարտություն չի կրի։ Հետո 180 աստիճանով շուր եկան եւ հիմա արդեն ոչ թե ռազմավարական պարտություն, այլ հրադադար, որպեսզի Ուկրաինան լրազինվի։ Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան հանդես է գալիս որպես թշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել։ Նույնիսկ այն ամենով հանդես ինչ ես ասացի։ Իսկ ինչ վերաբերում է, մի բան ասացիք հունվարի 24-ի մասին, ընտրության իրավունք, ասում եք, մենք ճանաչում ենք ընտրության իրավունքը։ Մենք նախկինի պես շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ընկերների, հայ բարեկամների հետ, իհեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում։ Դերևս միմյանց դիրքորոշումները ոչ լիարժեք հասկանալու պատճառով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում էր այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին։ Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ Ինչու, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Սակայն ընտրության իրավունքը իրացվեց։ Այս պարագայում հրաժարում այն բանաձևից, որը ես հենց նոր հիշեցի։ Եվ ձեր այն արտահայտությունը իբրև Հայաստանն ուկրաինացնելու մեր մոտեցումը, որ ասացիք ինչ-որ նման մի բան, որ հետո Հայաստանի հետ անել նույնը, ինչ արել եք Ուկրաինայի հետ, ըստ նույնիսկ մեկնաբանելու բան չկա։ Նշանակում է դուք կողմ եք եւ սատարում եք նացիստական ռեժիմին, արմիությունների տանը մարդկանց այրելուն, ովքեր զինվորական խմբավորումներ ուղարկեցին Ղրիմի խորհրդարանի վրա հարձակվելու միայն նրա համար, որ Ղրիմի խորհրդարանը եւ Ղրիմը հրաժարվել էին սատարել հակասահմանադրական պետական հեղաշրջմանը։ Ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարությունը մեկնաբաներ
14 թվականի փետրվարի Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը։ Չեմ հիշում, որ արևմտյան երկրներից որևէ մեկը մեկնաբաներ բացասաբար խոսեր այդ իրադարձության մասին։ Ուրեմն այն ժամանակ արդեն Հայաստանը 2014 թվականին իրացնում էր դիրքորոշում ընտրելու իր իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական գործընկերներին, ովքեր պետական հեղաշրջման նախաշեմին որպես երաշխավոր հանդես եկան այն ժամանակվա նախագահի եւ ընդդիմության միջև, մենք հարցրեցինք, բայց դուք երաշխավորում եք, որ կարգավորում է տեղի ունեցել, ինչու կոչ չեք անի այդ պուտչիստներին, որ կարգ պահպանեն, իրենք ամոթխած հայացքը կախեցին եւ ասացին, երբեմն ժողովրդավարությունը անսպասելի թեքում է ստանում, անսպասելի ընթացք է ստանում, նույնը ԱՄՆ-ը գնաց, մի կողմ քաշվեց, թեպետ դրանից առաջ նախագահ Օբաման նախորդ օրը զանգում էր նախագահ Պուտինին եւ խնդրում էր չառարկել կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որը պիտի լիներ Եվրամիության երաշխավորության ներքո, խոսելով ԱՄՆ-ի մասին 2014 թվականին փետրվարից քիչ անց պետական հեղաշրջման փորձ եղավ Գամբիայում։ Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, նայեք ինտերնետում այնտեղ կա հայտարարություն, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությունը Գամբիայում հեղաշրջման փորձի մասին, որտեղ ասված է, որ ԱՄՆ-ը երբևէ չեն սատարի իշխանության փոխանցումը ոչ սահմանադրական ճանապարհով, այ իրենց հարցրեք գալիս, լինում է չէ ամերիկացի գործընկերները այստեղ, մամուլասուլիսների գալիս են, իրենց հարցրեք ինչու Գամբիայում չի կարելի, իսկ Ուկրաինայում կարելի է։ Իրենք ձեզ հավանաբար կասեն ինչ-որ բան, ինչ-որ սուբյեկտիվ հանգամանքների մասին, բայց իրականում Գամբիայում կառավարություն էր, որին ամերիկացիները սատարում էին, իսկ Ուկրաինայում նախագահ էր, ում իրենք ուզում էին իշխանազրկել եւ իրենց մարդկանց այնտեղ տնել։ Դա համար ես չեմ տեսնում պատճառներ, որևէ պատճառներ Հայաստանի ուկրաինացման համար, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է, Հայաստանը չի Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը, մի տարբերություն Ուկրաինայի։ Այդ օրենքների ցանկը այսօր մենք փոխանցեցինք մեր ընկերներին, որևէ երկրում չկա որևէ լեզվի արգելք, խոսքը ոչ պետական լեզվի մասին է, որևէ երկրի, որևէ լեզվի, եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են, մենք պարզեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, իմիջայլոց Ադրբեջանում, այդ թվում այժմ նաև Ղարաբաղում, սահմանադրությամբ Ադրբեջանի արգելված չէ հայոց լեզուն, իսկ այ Ուկրաինայում ռուսերենը արգելված է, Իսրայելում արաբերենը արգելված չէ, արաբական երկրներում եբրայերենը արգելված չէ։ Ուկրաինան այդ առումով ունիկալ պետություն է, երբ մենք լսում ենք Եվրահանձնաժողովի ընդայնման հանձնակատարի հայտարարությունները, տեկին կարծես Կոս ասում է իբրև ամբողջ Ուկրաինան կատարել է բոլոր նախնական պայմանները եւ կարելի է սկսել անդամակցության բանակցությունները եւ այն բանի ֆոնին, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կայա Կալասը եւ մյուսները հայտարարում են, թե պետք է օգնել Ուկրաինային, քանի մինչև որ հաղթի, որովհետեւ Ուկրաինան պաշտպանում է եվրոպական արժեքները, դա նշանակում է, որ Եվրոպան իր արժեքներն է համարում նացիզմը, այն լեզվի ոչնչացումը, որով խոսում են տվյալ պետության Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի ինչ ուկրաինացման մասին կարող է խոսքը գնալ, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, դուք հրապարակեք ձեր հարցը ամեն դեպքում, իմ պատասխանները պարտադիր չէ։